Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում կրկին ծովից ծով փոդքասթն է, մեր 18-րդ թողարկումն է, հաջորդ թողարկումից արդեն մենք մտնում ենք 18+ ռեժիմ, ձեզ հետ է Ռուբեն Մելիքյանը Երևանից և Աղասի Ենոքյանը Հյուսիսային Կալիֆորնիայից։ Բարև ձեզ սիրելի դիտողներ։ Սկսենք։ Այս շաբաթ լի էր իրադարձություններով, թե միջազգային հարթակում, թե ներպետական, գուցե եթե մենք ունենայինք երկրի ղեկավար, որը ինչ-որ անկանխատեսելիության որոշակի դրսևորումներ ունենար, մենք կարևորագույն իրադարձություն համարենք ուրբաթ օրվա հարցազրույցը, բայց կարծում եմ, որ արդեն անհետաքրքիր է դարձել այդ պարտվողականությունը, այդ ամեն ինչ զիջելու, բոլոր զիջումները արդարացնելու մոլուցքը, որ երևի դրան չարժե էլ անդրադառնանք, ինչ կարծիք եք առած։ Ես ասեմ քեզ, դա կարող է հետաքրքրություն ունենա միայն լեզվաբանների ու հոգեբանների համար, մի քիչ էլ իրավաբանների հետագա քննչական գործողությունների դա հաստատ, որովհետև ինչ-որ նոր բառակապակցություններ է հնարում, ինչ-որ չգիտեմ, ինչ-որ արտահայտություններ է անում, որպեսզի ապացուցի, թե ինքը տվող չի, թե ինքը պարտվողական չի, թե ինքը էս չի, թե ինքը չի, արդեն անհեթեթության մակարդակի հասել ամեն ինչ, էլի։ Համաձայն եմ, բայց մենք մի քիչ ավելի խորը գնանք, ինչի է ինքը կարողանում տենց որոշակի առումով վստահություն ունենալ, որովհետև էլի մի իրադարձությանն եմ ակնարկում, ժամանակի ընթացքում իրեն հաջողվել է ոստիկանությունը, իրավապահ համակարգը ընդհանրապես եւ հատկապես ոստիկանությունը դարձնել ոչ թե հանցավորության դեմ պայքարող այսպես կառույց, այլ քաղաքական իշխանությունը իր քաղաքական իշխանությունը պահելու ռեպրեսիվ գործիք։ Այո, իր հանցագործությունները կոծկող, իր հանցագործությունները Եվ ցանկացած նման ռեպրեսիվ գործիք միշտ ունենում է որոշակի բոնուսներ, որոնցից մեկը անպատիժ ձևով խոշտանգումներ իրականացնելու հնարավորությունն է։ Եվ անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններից մեկը մի խոշտանգման փաստով արցախցի մի երիտասարդի Տիգրան Ուլուբաբյանի, որը երկկողմանի ծնողազուրկ, զոհվածների ընտանիք, եղբայրը, այլ ազգականներ եւ այլն, միայնակ մնացած, բռնի տեղահանված, երբ որ նրան իր իսկ ազգականի տնից ավազակային հարձակում կատարելու գործով բերման են ենթարկել, նույնիսկ ասում են բերման էլ չենթարկել, հրավիրել ենք։ Պատկերացնում եք, դա հələ որպես փաստարկ աշխատում է, հրավիրել ենք, ասենք ոստիկանությունը բանա, օպերայի եւ բալետի ազգային թատրոնն է, ինչն է, որ հրավիրում եք։ Մի խոսքով, հայտնվել էր ոստիկանությունում, ենթարկվել էր խոշտանգման ըստ իր պնդումների, դա շատ լուրջ հիմնավորումներ ուներ եւ քննչական մարմինները որևէ գործունքայլեր երկար ժամանակ չէին ձեռնարկում, բողոքի ակցիաներ տեղի ունեցան, փաստաբանը նրա Ռոման Երիցյանը ակտիվ նաև հանրային իրազեկման գործողություններ կատարեց եւ այս փաստի ուժով խոշտանգման հարցը նորից մտավ հանրային օրակարգ։ Ժամանակ առ ժամանակ մենք ունենում ենք նման հանրային հնչեղություն ունեցող դեպքեր, ես ուզում եմ այստեղ վկայակոչել Սամվել Վարդանյանի գործը, երբ որ գրեթե 1 տարի առաջ էլի հանրային լուրջ հնչեղություն ստացավ, հիշենք ավտոբուսի գործը, ազգային ժողովի ԿՊԱ-ական, այն ժամանակ ԿՊԱ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպը, ձերբակալություն, գիշերը խոշտանգում եւ այլն եւ այլն։ Եվ այս կապակցությամբ ես կուզեի մենք խոսենք խոշտանգման մասին որպես քաղաքական գործիք եւ դրա քաղաքական նշանակությունը։ Մինչև քաղաքականին անցնելը, ես մի բան հարցնեմ, էլի, դու ավելի շատ ես շփվում թե ոստիկանների հետ, բնականաբար թե իրավապահ համակարգի հետ, ո՞րն է պատճառը, դրանք իսկապես անասուններ են, սադիստներ են, հա, թե պարզապես ոչ պրոֆեսիոնալ են եւ ուրեմն ցույցով կորզելու, ասենք ուրիշ գործիք չգիտեն, քան ծեծելը, հայհոյելը, խփելը, չգիտեմ։
Շատ կարևոր հարց է եւ պետք է մենք ժամանակագրության մեջ դա դիտենք։ Իդեպ ես հույս ունեմ նաեւ դու մեզ մի քիչ կլուսավորես Ամերիկայի փորձի մասով, որտեղ մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք նաեւ նման դեպքեր Միացյալ Նահանգներում եւ հանրային արձագանք նման դեպքերին, բայց վերադառնանք Հայաստան, ինչի է սա շատ կարևոր խնդիր, որովհետեւ ի տարբերություն շատ այլ հարցերի, որ մենք այստեղ քննարկում ենք, սա կարող է վերաբերել ցանկացած քաղաքացու։ Ցանկացած քաղաքացու։ Այո։ Անկախ քաղաքական հետաքրքրվածությունից։ Այսինքն այդ մարդիկ կարող են լինել քաղաքականապես չեզոք, կարող են լինել ընդդիմադիր, կարող են լինել նույնիսկ ԿՊ-ին այսպես աջակցող, որևէ տարբերություն չկա։ Եվ ինչն է խնդրեմը, իրականում ինչն է ցավալի։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այս գործիքը չեմ ուզում կոնկրետ տարեթիվ ասեմ, որովհետև երևի դժվար է կոնկրետ տարեթվի հետ կապելը, բայց առնվազն երրորդ նախագահի իշխանության վերջի տարիներին շատ հստակ քաղաքական կամք էր դրսևորվում, շատ ուղիղ ասեմ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից եւ հանրությունը կարող է հիշի մի քանի շատ կոշտ իր խոսքերը դրա հետ կապված, նույնիսկ ես մի ձևակերպում հիշեցնեմ, դա կհիշեն, որպես մեր ոստիկանի համազգեստից պետք է իրանց հանել դուրս շպրտել այն ոստիկաններին, որ նման քայլի են դիմում, իրոք քաղաքական կամք կար դրա դեմ պայքարելու։ Ես չեմ կարող պնդել, որ նման դեպքեր ընդհանրապես չէին լինում, բայց ես կարող եմ պնդել, որ դրա դեմ լրջագույն պայքար էր գնում։ Այս արատավոր երևույթի դեմ, որը որ երկար տարիների փորձ ունի։ Այսինքն այնպես չի, որ դա նոր է առաջացել, ուղղակի մեր երկիրը լրջորեն հաղթահարել էր այս խնդրեմը, չեմ ասում վերացրել էր, բայց լրջորեն նվազեցրել էր դեպքերը եւ մարդիկ արդեն հանգիստ էին, բաժիններում չեն ծեծում, մարդկանց մոտ այդպիսի տպավորություն կար։ Այսինքն հանցավորության դեմ պայքարելու համար, հանցագործությունները բացահայտելու համար այդ գործիքը չէր օգտագործվում։ Եվ այս վերջի տարիներին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դարձել է ռեժիմի ամենակարևոր հենասյունը, նրանց պետք էր որոշակի արտոնություններ տալ եւ նրանք կամաց-կամաց վերադարձան այդ խոշտանգումների լայն կիրառման դաշտ։ Այսինքն հիմա որ մենք ունենում ենք դեպքեր, Տիգրան Ուլուբաբյանի դեպքը, Սամվել Վարդանյանի դեպքը, սկզբունքորեն տարբերություն կա դրա մասին խոսենք։ Դա ընդհանրապես այն դեպքերն են, որոնցով որ մարդիկ խոսում են։ Ես անընդհատ եմ դեպքեր լսում։ Երեք էլ ես երկու դեպք եմ լսել, բայց երկու դեպքում էլ ասում եմ ինչի մարդիկ չեն գնում բողոքում, ասում են լավ է, աղբորպես է, հավես չկա, այս չկա, այն չկա։ Տեսեք ինչն է խնդիրը։ Ես մի քանի առանձնահատկություն ասեմ նաև քաղաքացիների համար։ Առաջինը, ինչու են ոստիկանները դիմում այս միջոցի։ Հանցագործության դեմ չակերտավոր իբրթե պայքարի շրջանակներում։ Այսինքն իրանք դրանով փորձում են ցուցմունքներ կորզել, խոստովանություն կորզել։ Հիմա այս տղայի մասով, չգիտեմ ինչի իրանց մոտ տպավորություն էր եղել, որ ինքնա ինչ որ առումով առնչություն ունեցել այդ հանցագործությանը, կոնկրետ հանցագործություն էր եղել։ Իդեպ էլ ասեմ, որ երեք փաստաբանը հայտարարեց, որ արդեն քննության շրջանակներում, որ իրական հանցագործներին բացահայտել են։ Այսինքն այս տղան դրա հետ ոչ մի կապ չուներ։ Կոնկրետ Տիգրանը։ Իրանք ունենում են համոզմունք, այդ համոզմունքի հիման վրա գնում ինչ որ մեկին, ասենք իրանք ինչ որ, չգիտեմ ինչու, այն շատ հաճախ են կարգին հաղորդման մեջ են որ ասում տուփը որ քառակուսի է, ուրեմն մեջը կլոր կլինի։ Այդ անտրամաբանական տրամաբանությունից ելնելով գնում են ինչ որ մեկին, շատ կներեք այս արտահայտության համար, դայաղվում են եւ բերում ստիպում են որ նա խոստովանի։ Երբեմն նույնիսկ իրանք ազնվորեն կարծում են, որ նա է հանցագործը։ Բայց դա ոչ մի կերպ չի։ Բայց արի մի բան ասեմ, էլի ես փաստորեն դες լիքը ուրիշ տեխնոլոգիաներ կա, չէ՞ երևի ոստիկանական, չգիտեմ։ Այո։ Հատկապես հիմա։ Հա, որչո պոլիգրաֆը եւ հեռախոսների բանը այդ ինչա, այդ հատկապես հիմա այդ տեխնոլոգիաների տեսանկյունից շատ ավելի մեծ գործիքակազմ ունեն։ Հիմա այս գործիքակազմը ունենալով, եթե նրանք էլի դիմում են ծեծու ջարդի, արդյոք չի նշանակում, որ հիմա ոստիկանության պրոֆեսիոնալիզմն է չէ։ 100% պրոֆեսիոնալիզմը, ալարկոտությունը, սա հեշտ ճանապարհ է։
Ես ուղղակի մի դեպք եմ ուզում հիշեցնեմ հանրությանը, որը երևի թե հիմք հանդիսացավ, որ մեր պետությունում նաև ձևավորվեց այդ քաղաքական կամքը խոշտանգումների դեմ պայքարելու։ Մենք 2000-ականների սկզբին մի խայտառակ դեպք ունեցանք, երբ որ մի մարդու դատապարտել էին մի խայտառակ հանցագործության համար, մանկահասակի սպանության, եթե չեմ սխալվում, նաև բռնաբարության համար։ Տարիներ անց ոստիկանները հայտնաբերում են մեկին, որը խոստովանում է, որ իր այդ հանցագործությունը ինքն է կատարել։ Ոնց թե ախր դրա համար ցմահ հնստած մարդ կա։ Վերջում երկար քննությունից հետո ինչ էր պարզվել։ Այդ օպերները, չգիտես ինչի համոզված լինելով, որ այս մարդն է հանցագործը, նա էլ ոչ մի կերպ չէր խոստովանում, ծեծի, ջարդի, խոշտանգման տակ չէր խոստովանում, դե հիմա եթե դու այդ այլանդակությունը չես արել, առավել եւս ոնց խոստովանես։ Ինչ էին արել։ Մազ էին վերցել, տարել, դրել էին դիակի վրա։ Այտենց փորձակնություն, այս կողմեն կողմ օբյեկտիվ տվյալ, այս մարդուն դատապարտել էին ՑՄ։ Ես լավ հիշում եմ, որ երբ որ արդարացվեց արդեն այդ նոր փաստերի ուժով, գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն անձամբ նրան հրավիրեց աշխատասենյակ եւ նվիրեց Կոմս Մոնտե Քրիստոյի երկաթորյակը։ Դրա համար տենց մեր իրավաբանների մեջ այս գործը տեցել մնաց Կոմս Մոնտե Քրիստոյի գործ անունով։ Եվ ես հիշում եմ, որ դրանից հետո իսկապես առաջացավ այդ քաղաքական կամքը, որ սա այլանդակությունը չի կարելի սրան դիմել, կամած բավական մեծ հաջողությունների էինք հասել։ Որն է պատճառները։ Մեկը հանցավորության դեմ իբր թե պայքարն է, այսինքն օգտվելով այդ համազգեստից իրանց կարծիքով լավ գործ են անում, բայց դա իհարկե լավ գործ չի։ Երկրորդը ամենաթողության ավելի լուրջ դրսևորում է, դե իրանց վերահսկողության տակ է մարդը լինում, անօրինական հրամաններ են տալի, հայհոյում են եւ այլն, մարդը պատասխանում է եւ արդեն որպես պատիժ ծեծում են, ջարդում են եւ այլն։ Իդեպ մի բան էլ ասեմ, Ղարաղ ջան, կներես, հիմա կարծեք թե ծեծը ամենակարևոր գործիքը չի, չնայած հաճախ ծեծի են դիմում։ Շատ ավելի շատ դիմում են շատ ավելի վատ բաների, ստորացնող միջոցների։ Շատ կներեք վրան թքելու, շալվար իջեցնելու եւ այլն։ Այսինքն դες բաներ են անում, որպեսզի մարդիկ ամոթ անեն հրաապարակավ դրա մասին խոսեն։ Եվ այդ առումով կարծում եմ հանրությունը պետքա շնորհակալ լինի եւ իսկապես կարեւոր են մարդիկ, ովքեր որ անգամ այդ պայմաններում բարձրաձայնում են։ Գիտես, ես ասենք այդ հանրահավաքների բանի ժամանակ, որ ցերում էին ոստիկանները, չէ՞, տարբեր տիպի ուրեմն ցույցեր, եւ ոչ միայն դրանք, ասենք գալիս էին մարդկանց վերման էին ենթարկում ասֆալտին պարկասնելով, չգիտեմ, հատուկ դաշնության բան, այսինքն կարծես թե նույնիսկ ինչ որտեղ ոստիկանությանը տրված է ցույցում հնարավորինս լպիրջ լինել։ Արդյոք այս տրամաբանության մեջ չի սա տեղավորվում։ Որտեղ նույն լոկալությունը չի։ Այսինքն ռեժիմի պարագլուխը իր հրապարակային ելույթներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարի շրջանակներում ուղիղ հրահանգում էր դիմել ապօրինությունների անհամաչափ կիրառման եւ այլն։ Մեր Նարեկի 3 շաբաթով Նարեկի եւ Վազգենի ձերբակալման օրներ։ Ասենք Նարեկին այդ ձևով ձերբակալելու որևէ իրավական տրամաբանություն կար, բնականաբար չկար։ Դա քաղաքական հակառակորդների դեմ պայքարի գործիք է, բայց ամբողջ հարցը որն է, այստեղ է, այսպես ասած, թաղված շան գլուխը։ Այն արյան համը, որ զգում են արդեն, մենակ քաղաքական հակառակորդների դեմ չի որ կիրառում։ Այդ անպատժելիությունը վերաբերում է ցանկացած քաղաքացու։ Հիմա Տիգրան Ուլուբաբյանի դեպքը։ Այս մարդը որևէ քաղաքական գործոն չէր, որևէ քաղաքական գործիչ չէր, որևէ կերպ քաղաքականապես չէր հետաքրքրում ռեժիմին։ Նույնիսկ ես այնքան էլ վստահ չեմ, որ բուն արցախցի լինել է այստեղ դեր ունեցել է, թե չի ունեցել, անկեղծ ասեմ։ Երևի ունեցել է, հնարավոր է չի ունեցել։ Այնպես չի էլի, որ արցախցիների նկատմամբ խոշտանգում կիրառում են, կիրովականցիների նկատմամբ չեն կիրառում։ Այդպես չի։ Սա համատարած, համակարգային երևույթ է։ Եվ պայմանավորված է, նորից ասեմ, բացարձակ անպատժելիությամբ։ Բացարձակ անպատժելիությամբ։ Ինչ են անում այս բանը գործողությունների հաջորդականությունը, որն է շատ կարևոր է։ Եթե մեծ մասամբ մարդիկ չեն էլ բողոքում։ Նորից ասեմ, պատճառը
Պատճառները լայն են, այդ թվում նաև այնպիսի ստորացման միջոցների են դիմում, որ տղամարդկանց նկատմամբ են կիրառում, անկեղծ ասած կանանց նկատմամբ չեմ լսել, դա էլ ասենք։ Տղամարդկային արժանապատվությանը հաճախ այսպես մարդիկ կարծում են, որ այնքան էլ վայել չի հրապարակավ խոստովանել, որ օրինակ իրենց վրա թքել են եւ այլն եւ այլն։ Այսինքն դեպքերի ճնշող մեծամասնությունը հանրությանը հայտնի չի լինում։ Կամ էլ ասում են ով պետք է ինձ պաշտպանի, այն խոսքա չէ, ասում է տերովին տերն ա տանում, անտերին էլ գելը։ Ես անտեր մարդ բան sense էլի։ Շատ մեծ ծավալով այս դեպքերը չեն էլ հանրությանը հայտնի դառնում։ Եթե հանրությանը հայտնի են դառնում, քննությունը կամ ընդհանրապես քրեական վարույթ չի նախաձեռնվում, եթե մի փոքր հանրային հնչեղություն ա լինում, քրեական վարույթ նախաձեռնվում է, իրականացվում է խիստ անարդյունավետ եւ դանդաղ։ Կամ ինչ որ կարճ ժամանակ հետո ասում են, դե դու մենակ ասում ես, որ sense բան ա եղել, նրանք էլ 5 հոգով ասում են, տես բան չի եղել, ուրեմն չի եղել։ Տանում են այս մարդուն դատում են սուտ մատնության համար։ Դա էլ է պատճառ, որ մարդիկ չդիմեն։ Իսկ եթե լինում է մեծ հանրային հնչեղություն, մի հատ վարույթ նախաձեռնում են, այդ վարույթի ընթացքում սահմանում են նախաքննական տվյալների հրապարակման արգելք եւ երկար ժամանակ քննում են։ Օրինակ նույն Սամվել Վարդանյանի դեպքը, այն որ ընդ բան չկա անելու։ Ավելի քան բացահայտված է ամեն ինչ։ Ես արդեն երևի մեր լսարանի մոտ չէ, բայց բազմաթիվ անգամ ասել եմ, ինչ ապացույցներ կան։ Ապացուցված է բանի կամերայի տվյալներով մարդը հարցաքննության արարեցման է լինում, արարեցմամբ շալվարի վրա ոչ մի հետք չկա, արարեցումից անմիջապես հետո տանում են ԶՊՎ եւ հաջորդ օրը մարդը արդեն կանաչ հետքերով շալվարը հայտարարում է, որ ճանապարհին իջացրել են, խոշտանգում հիշում եք այդ, որ երկու ոստիկաններ տենց այդ պահին կողք են գնացել բնական կարիքները հոգալու, գալիս են, այդ այլանդակությունը անում են, հետո հետ են գալի, գցում են ավտոն, շարունակում են ճանապարհը։ Օբյեկտիվ տվյալ։ Կա տեսանյութ, որտեղ որ շալվարի վրա ոչ մի հետ չկա եւ արդեն հաջորդ օրը կա, բա որտեղից առաջացավ։ Այդ կարողա ԶՊՎ-ում խոտերի մեջ են այդ մարդուն պահել։ Երկրորդ, մարդը մանրամասն նկարագրում է այդ փակ տարածքում, ոնց են իրան տարել։ Ես արդեն անգիր եմ արել, ինքը Սամվելը հիշել էր։ Աջ, ձախ։ Մարդը հստակ ցուցմունք է տալիս, հետո քննիչը ասում է դե արի տեղում ցույց տուր։ Այդ փակ տարածքը, կրկնեմ, փակ տարածքը, այսինքն այդտեղ չէին կարող մարդիկ մտնել, նայել եւ այլն։ Գնում ենք աջ, ձախ են անում, մեկ էլ հոп տրորված խոտ։ Մնաց չի որ սաղ տրորված էր, այդ մաստեր հենց կոնկրետ տրորված։ Այսինքն դեպքի վայրը ըստակ բացահայտվում է։ Դրանից ավել ինչ էր պետք։ Այդ երկու ոստիկաններին, որոնք անձամբ իմ կարծիքով, ես իմ կարծիքը ասեմ, չգիտեմ, հետո բացահայտվելու է իհարկե, կարծում եմ իրանց են հրահանգ տվել, իրանք ինձ թվում է հրաժարվել են դա կատարել, վերջը պայմանավորվել են, որ մենք սենց անօգնական վիճակում կթողնենք, թող մարդ ուղարկեք, թող այդ այլանդակություն անեն։ Ես տենց եմ հակված, բայց միևնույնն է, այդ երկու ոստիկանները համաձայն Հայաստանի քրեական օրենսգրքի իրանց արածը նույնպես համընկնում է խոշտանգման հատկանիշների։ Որովհետև եթե դու քեզ վստահված է անձը ու դու պատշաճ հսկողություն չես իրականացնում ու գիտակցում ես, որ դրա պատճառով խոշտանգում պետքա տեղի ունենա, ուրեմն հավասարապես քո արածը խոշտանգում է։ Էլ ինչն է պակաս, որ այս մարդկանց նկատմամբ մեղադրանք չառաջադրվեր։ Հիմա տեսեք, օրինակ 3 չարաբի խոսքով Ռոման Երիցյան Տիգրան Ուլուբաբյանի հարցով, որ դրա հետ հանդիպել էր քնչականի պետը, ասել էր, դե դու լավ գիտես, մի ապացույցով ոնց կարելի է մեղադրանք առաջադրել։ Նախ սխալ էր ասում, մի ապացույցով իրանց որ պետք է ալնում, մեղադրանք լավ էլ առաջադրում են։ Խնդիրը ուրիշ է, մի ապացույցով չի կարելի մարդուն դատապարտել դատարանով, այս է։ Բայց այս մեր Տիգրանի չէ, Սամվել Վարդանյանի գործով մի ապացույց չէր։ Հələ քանի ապացույց էր, այն էլ օբյեկտիվ ապացույց։ Այնպես չի որ մենակ իր խոսքն էր։ Այդ օբյեկտիվ տվյալներն են ներկներ, այդ դեպքի վայրի զննությունն էր, իր աջ ու ձախը հիշելն էր, տրորված խոտներ եւ այլն։ Դա էլ արդեն 10 ապացույց էր։ Բայց 10 ապացույցով դու ո՞նց մեղադրանք չես առաջադրում։ Էլ չեմ ասում դու հայտնաբերես են բաներին, բուն արարքը կատարողներին, այն երկուսը հո գիտեք ովքեր, այն երկուսը արարեսում եք արել եւ այլն եւ այլն։ Հիմա տես ես այսպեսի բան գիտեմ ճիշտ է դա թե չէ։
Այսինքն, եթե փոքրինչ կասկած կա, եթե ոստիկանները ներգրավված են դրանցում այդ գործում, ոստիկանները պարզապես այդ գործից, չասեմ, մեկուսացնում են։ Շատ կարևոր բան ես ասում։ Եթե կասկած Ուրեմն Արմանը Թաթոյան, որը շատ մեծ նաև դեր ունեցավ այս հարցում, ինքը մասնագետ է խոշտանգումների դեմ պայքարի մասով, միջազգային մակարդակով, 3 առաջ օր էր, թե 3 օր առաջ էր, մի խոսքով շատ ամփոփ ձևով հրապարակեց այն չափանիշները։ Տես, այստեղ խնդիրը ո՞րն է։ Այս հանցագործության առանձնահատկությունն է, որ ինքը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, որպիսի այլ վկաներ չեն լինում։ Այսինքն լինում են միայն ոստիկաններ, բացառապես ոստիկանության համար կոմֆորտային պայմաններում, զոհի համար բացարձակ դիսկոմֆորտային պայմաններում եւ այլն։ Դրա համար այստեղ ապացուցման մեխանիզմը լրիվ ուրիշ է։ Անձից պահանջվում է մանրամասն նկարագրություն եւ արդեն հերկման պարտականությունն է մյուս կողմի վրա։ Սա մեկ։ Երկրորդը, հենց եղավ հաղորդում, պետք է անմիջապես քրեական վարույթ նախաձեռնվի։ Մեր դեպքում, ինչպես նաև, այսինքն Տիգրանի գործով եւ Սամվելի գործով էլ 2 օր մամուլը դրա մասին խոսում էր, բայց քրեական վարույթ չէր նախաձեռնում։ Բայց պետք է, բայց բավարար է օրինակ լրատվամիջոցով օրինակ մի հատ նյութ գնա, որ ինչ որ մի քաղաքացի ԿՊ-ական падգամավորին մի ծուր խոսք ասել, մենակ այդ նյութի հիման վրա քրեական վարույթ են նախաձեռնում։ Բա ո՞նց եղավ տարբերությունը։ Այս մեկ, այս մի չափանիշ էր։ Երկրորդ չափանիշ, անմիջապես պետք է նրանք իրարից անջատվեն եւ շատ արագ հարցաքննվեն։ Պատասխանը կասեցվի պաշտոնավարումը։ Ինչի որ չհասցնեն պայմանավորվել։ Սա է շատ կարևոր։ Երրորդ, անմիջապես պետք է օբյեկտիվ տվյալները հայտնաբերվեն եւ արգրավվեն։ Տես այն խցիկների մասին է խոսքը։ Տես, 3 ինչ էին խոսում։ 3 չէ, առաջորդներ 3 էր մի խոսքով։ Ասում էին տեսախցիկները տեսա կհայտնաբերենք, այսքան ենք։ Պարզվում է, այսպես ճակերտավոր ասած, այդ տեսախցիկները ոչ մի տեսանյութ չեն պահպանել։ Այնինչ էլի այսպես չար նախորդ իշխանությունների օրոք նախաձեռնվել էր օրենսդրական փոփոխություն, համաձայն որի իդեպ միջազգային գործընկերներն էին նաև ֆինանսավորել, որ բոլոր ոստիկանական բաժիններում պետք է տեսախցիկներ տեղադրված լինեն մուտքերի մոտ, որ ֆիքսվեր մարդու գալ գնալը ժամերը, եւ այն միջանցներում եւ մի քանի այլ վայրերում։ Եվ հատուկ նշված էր, որ պետք է այնպիսի մեխանիզմ լինի, որ երկար ժամանակ դա պահպանվի, օրեր չէ, ամիսներ։ Ավելին հասանելիություն էր տրված փաստաբանների միջոցով մարդու իրավունքների պաշտպան, բան sense ինչ-որ բաներ։ Այսինքն մենակ այն, որ այդ տեսանյութերը հայտնաբերված չեն եւ պնդում են, որ գոյություն չեն ունեցել, դա արդեն իսկ վկայում է, որ պետությունը իր պարտականությունը չի իրականացրել խոշտանգման դեմ պայքարի։ Ու այս պայմաններում այս ներքին գործերի նախարար աղջիկը վերականում է այդպես կողքի ոնց որ բանը լինի, ինչ ասեմ, ոնց որ Զիմբաբվեի բալետմեյստերների տնօրենը լինի, այդ անկողմնակալ դիտորդի աչքերով դատողություններ անում։ Այ աղջիկ ջան։ Այդ դրա մասին է ուզում ասել։ Ես դրա մասին եմ ուզում ասել, որ նրա խոսքից էլի տպավորություն ստացա, որ սպառնալիք կար, որ թարգեք սա, թե չէ ուրեմն սուտ մատնության գործով կգնա այստեղ։ Այո, միանշանակ։ Հենց այդ էր հարցը։ Փոխանակ, դե տեսեք այն ժամանակ ինչ էին անում։ Ոնց էին ասում, կաշիներդ կքերթեմ հանգարց պարզվի, sense բան ա եղել ոստիկաններ։ Ոստիկանին հարից չի սա։ Փոխանակ այդպիսի բաներ ասի, ասում է, թե ես անկողմնակալ դիտորդի աչքերով, ես ոչ ասում եմ եղել է, ոչ ասում եմ չի եղել։ Ես անկողմնակալ դիտորդի աչքերով նայեմ, ոնց եղավ որ sense եղավ, ոնց եղավ։ Ինքը անկողմնակալ դիտորդ չի, չէ։ Ինքը անկողմնակալ դիտորդ չի, ինքը դրած անմիջական ղեկավարն է։ Եվ դա իրականում նորմալ ներքին գործերի նախարարը մի հատ մատ թափ կտար, կասեր, եթե հանգարց պարզվել է մեկի մազը ծռել եք, ամենախիստ ձևով պատասխանատվության է ենթարկվելու, ես անձամբ եմ դա ապահովելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ ինքը դրել ինչ որ լրիվ են կողքի նորից ասեմ, ինչ որ ոնց որ Զիմբաբվեի բանն է, տենց բալետ մեյստերների, չգիտեմ, զբաղվում է բալետի կազմակերպմամբ, մեկ էլ պատահաբար իրան հարցնում են, ասում են, մի հատ կասես Տիգրան Ուլուբաբյանի այս դեպքի մասին ինչ կասես, դա ինքն էլ ասում է, ես շատ իմանամ, կարող է եղել, հայ քննությունը կպատասխանի հարցին։ Հիմա տես օրինակ նույն Սամվել Վարդանյանի դեպքում։ Քննությունը գնում է մի տարի, ուր է պատասխանը։ Բոլոր տվյալները կան, ուր է պատասխանը։ Ինչի է այսքան երկար ձգվում, որ հարցն ասեն ինչ եղավ, ասեն քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Այդպես չեղավ, չէ։
ակնհայտ է, չէ՞ ամեն ինչ։ Ընդ որում այստեղ շատ մեծ դեր ունի նաև միջազգային, այսպես կոչված գործընկերները, որոնք խայտառակ են անում իրենց հեղինակությունը։ Այ երեք Երևանում շատ հետաքրքիր ակցիա տեղի ունեցավ, մեկ այլ ոստիկանական բռնության կապակցությամբ որոշ քաղաքացիներ հավաքվել էին ամերիկյան դեսպանատան մոտ եւ շատ հստակ պահանջ են դնում, ասում են ընկերներ, հարգելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Տիկին Քրիստին Քուին, դուք այդ խայտառակ ոստիկանական գործողության ժամանակ 2024 թվականի հունիսի 12-ի, երբ որ ակնհայտ ապօրինի մարդկանց դրեցիք, ջարդեցիք, հիշում եք Աբրահամի ջարդած գլուխը, հիշում եք մարդու կտրված թևը, հիշում եք սպիսատարած բաների բոմբերի այդ ինչ է, այդ բաների օգտագործում այդ լուսաձայնային եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, դուք դնում նույն օրը թե հաջորդ օրը հայտարարություն եք անում, հարգելի դեսպան, որտեղ ուղիղ մեղադրում եք քաղաքացիներին, ուղիղ արդարացնում եք ոստիկաններին, որից հետո ոչ մի ոստիկան չի կանչվում պատասխանատվության, բայց 16 քաղաքացի ձերբակալվում է, կալանավորվում է, 3 ամիս մնում է կամ բանտային կալանքի տակ, կամ տնային կալանքի տակ, այլ մնացածը ծեծ ու ջարդը չեմ ասում, դրան հաջորդած չեմ ասում, էլի խոշտանգման էլեմենտներով։ Եվ մարդիկ գնացել ասում են, մի հատ կարող եք բացատրել, դուք հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից եք հանդես գալի, դուք Հայաստանի բարեկամն եք, թե Հայաստանի հակառակորդն եք, ու մարդիկ սկսել են persona non grata հայտարարելու բանը, ստորագրահավաք։ Ես կարծում եմ, սա շատ կարևոր է նաև ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի ուշադրությունը գրավելու համար, թե ինչպես են նախորդ ադմինիստրացիայի ժամանակ խայտառակ արել ԱՄՆ-ի այսպես հեղինակությունը։ Նման ակնհայտ չգիտեմ, նույնիսկ ինչ բառեր ասեմ։ Սա հանցակցության պես մի բան է։ Ես ուղղակի այստեղ ասեմ քեզ, որ դա առանձին երևի քննարկելու թեմա է, թե ինչի է արևմուտքը այդ նիկոլական ռեժիմին օժանդակում, հա, դա առանձին խոսեց, դրա մասին չի, բայց այդ ստորագրահավաքը ինչքան էլ զարմանալի է, հնարավոր է որ հաջողության հասնի, որովհետև հիմա Պաստորեն Ամերիկայում ադմինիստրացիա փոխվել եւ նոր ադմինիստրացիան սովորաբար դիվանագիտական ներկայացուցիչներին փոխում է, գոնե այն երկրները, որոնք որ համարվում է կարևոր, հա։ Չգիտեմ, հիմա տեսնենք սա ինչպես կվերաբերվեն այս դեսպանին, բայց Ամերիկայում գիտես դեպքեր են եղել, չասեմ որ անընդհատ, բայց դեպքեր են եղել, որ օրինակ մեծ աղմուկ է բարձրանում ոստիկանական այդ ինչա ապարժելիության abuse էլի, abuse չէ ասում, չէ։ Հա, այո, իրենց գործողություններում, չգիտեմ, չափ հասնելու դեմ, հա։ Դες երևի մի 20 տարի առաջ, 90-ականների սկզբին դեպք եղավ, որ Ռոդնի Քինգ անունով մեկին, եթե ճիշտ եմ հիշում, նա Բարձր թմրադեղերի ազդեցության տակ էր մեքենա քշել ինչ, վերջը ոստիկանները կանգնեցրել էին եւ ուրեմն այդպես բանի հաշմանդամ էին դարձրել այդ մարդուն։ Երկրորդ մեկ բողոքի ալիքներ բարձրացան, լուրջ ընդհարումներ եղան, կարծեմ մոտ 10 մարդիկ զոհվեցին այդ ընդհարումների ժամանակ, եւ իհարկե սա լուրջ օրինակ ցնցուղեր ներողություն ոստիկանների համար։ Եվ այստեղ ինչպես է, եթե ոստիկանի պահանջները պետք է կատարես, դա հստակ է, բայց ոստիկանն էլ իրավունք չունի քեզ անօրինական պահանջներ առաջ քաշելու, ավելին ոստիկանը իրավունք չունի, ասենք քո հանդեպ անօրինական գործողություն կատարելու, այսինքն այս երկուսը միասին աշխատում, հա, ես չգիտեմ, կարծես թե տարբերությունը մեծ է Հայաստանի հետ համեմատած։ Դե հա, բայց այդ օրինակը որ բերեցիր, ես հիշում եմ փոքր է իհարկե, բայց ինքը այնքան մեծ դեր ոնց որ թե ունեցավ, որ նույնիսկ այն O.J. Simpson-ի դատավարությունը, որ իրան արդարացրեցին, շատերը կապում էին նրա հետ, որ այդ Ռոդնի Քինգով այդ ոստիկաններին արդարացրել էին։ Դա ոնց որ հանրության պահանջներ, որ պետքա, եթե տենց է, ուրեմն սևամորթ, սպիտակամորթ հարաբերություններում եկեք մի հատ էլ անարդարություն դրսևորենք հակառակ ուղղությամբ արդեն, որտեվ ահավոր անարդար էր, էլի։ Ես ճիշտ եմ հիշում, որ տեսանյութ դաժե կար։ Ոնց որ դրանով էր դարձել հրապարակային, հա, այն sense շրջանի մեջ դրած ծեծում էին։ Հենց էս է հարցը։ Եվ մենք այդ տեսանյութերը հաստատ Հայաստանում էլ կունենայինք, եթե օրենքը չխախտվեր։
Եթե օրենքը չխախտվեր։ O.J. Simpson-ի Տեսախցիկների հետ կապված։ Լավ եք հիշում, որովհետև աշխարհի ամենահայտնի հայի հայրն է, չէ՞, այնտեղ եղել ուրեմն փաստաբանը։ Չբանում գիտես թե չէ, Քարդաշյան աշխարհի ամենահայտնի հայի հայրը։ Քարդաշյանի հայրը։ Քարդաշյան, Քիմ Քարդաշյանը երևի ամենահայտնի հայն է այսօր, հա։ Իր հայրը, հա։ Իր հայրն է, իր հայրն է փաստաբաններից մեկը։ Հա։ Ես ուզում եմ հիշեմ վերջերս մի դեպք եղավ Ջորջ Ֆլոյդի ուրեմն սպանությունը, այդ COVID-ի տարիներին են, 4-5 տարի առաջ, էլի ոստիկանը փաստորեն գլուխը ասֆալտին էր պահել, այս մարդը ասել էր, որ ինքը վատ է զգում, չի կարողանում շնչի, հա, մի 9 րոպե կարծեմ դից հաշվել էին, գլուխը ասֆալտին էր պահել եւ մահացել էր։ Եվ ուրեմն դրանից հետո նորից էլի գլուխ բարձրացրեց այդ սևերի շարժումը Black Lives Matter, հա, BLM-ը։ Այսինքն սևերի կյանքը արժեք ունի, սևերի կյանքը նշանակություն ունի շարժումը եւ երկրորդ մեկ էլի ուրեմն հսկայական դեմոնստրացիաներ էին, մոտ շուրջ հաշվել էր, շուրջ 25 միլիոն մարդ մասնակցեց այդ ամեն ինչին, հա։ Եվ իհարկե ոստիկանները 10% երևի բնակչությամբ, 8%։ Մոտավորապես, հա, 8%, հա։ Եվ ոստիկանները պատժվեցին, իհարկե սա ունեցավ նաև դեմոկրատերին բնորոշ ուրեմն հակառակ դեպքը, չէ՞ որ աստորեն չափազանցրեցին, հա, չափազանցրեցին։ Նորմալ իրավիճակներում ոստիկաններին զրկեցին հասարակության դեմ պայքարելու հնարավորությունից։ Հա, ամեն ինչ հարամում են ձեր դեմոկրատները։ Դե տես, իրականում շատ կարևոր է, որ հանցավորության դեմ ոստիկանությունը արդյունավետ պայքար իրականացնի, դա ոչ մեկ չի ժխտում, բայց դրա համար բազմաթիվ գործիքներ կան, բազմաթիվ օրինական գործիքներ կան, հատկապես հիմա, երբ որ օրինակ մարդը հեռախոսը գրպանը դրած ինչ-որ տեղ է գնում, դե իր ամբողջ շարժը գիտես։ Ամբողջ քաղաքը տեսախցիկներ, այդքան գործիքներ կյանքում, չգիտեմ, որևէ մեկի մտքով անցել էր 50 տարի առաջ, որ այդքան գործիքակազմ կունենա իրավապահ համակարգը։ Այդքանի մեջ դուք էլ ինչ կարիք կա։ Բացարձակ ոչ մի անկախ ամեն ինչից դա հանցագործություն է, ես սխալ չընկալեք, բայց այսքան ապացուցողական միջոցների մեջ դա այլանդակությունից էլ այլանդակություն է, էլի, չգիտեմ էլ ոնց ձևակերպեմ միտքս։ Որտեվ այսքան նորից ասեմ, գործիքակազմ երբեք չի եղել աշխարհի պատմություն։ Դաժե դա չափազանցը, դա իրականում մարդու իրավունքների խնդիր է առաջացնում, այդ ամեն ինչը օգտագործելը, բայց փաստն է նա, որ այսօր օգտագործում են, այսօր այդ ոլորտում մարդու իրավունքները առանձնապես չեն աշխատում։ Այսինքն, երբ որ փողոցում կամերա կա, դու դա մարդու դեմ օգտագործում ես, բայց եթե ոստիկանական բաժնում կամերա կա եւ դա պետք է մարդուն պաշտպաներ ձեր այլանդակություններից, հենց որ պետք է լինի, պարզվում է այդ կամերաները չեն աշխատել։ Էլ ես չեմ խոսում նրա մասին, որ 1-1.5 տարի առաջ դա էլ էր շատ կարևոր դեպք, փաստաբաններ էին ծեծել ոստիկանության բաժնում մի բան, որը որ երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ։ Չգիտեմ, հիշում եք, այդ ժամանակ ի պատիվ մեր փաստաբանական համայնքի մի մարդու պես ոտքի կանգնեցին եւ չասեմ, որ ես շատ բավարարված չեմ, բայց այնպես չէր, որ ինչ որ միջոցներ ձեռնարկվեցին իրականում։ Այսինքն ամեն դեպքում դա կանխվեց։ Այդ դեպքերը երկու հատ իրար վրա դեպք եղավ, էլ նման բաներ չենք լսում, ինչ որ պատասխանատվության փոքր միջոցներ եւ այլն եւ այլն։ Գիտես, ես համոզված եմ, որ անկախ այդ ցույցերից, անկախ մեր խոսալուց, անկախ տարբեր լրատվամիջոցներում եղած ուրեմն հրապարակումներից, ոստիկանության վարքագիծը չի փոխվելու։ Որովհետև ռեժիմը ուրեմն վերապրելու, գոյատևելու խնդիր ունի, իսկ դրա համար մեկ գործիքը ուրեմն ոստիկանությունն է, հետո երևի նոր հանրային հեռուստատեսությունը եւ այլ։ Եվ ուրեմն ոստիկանությունը դրա համար պետք է ամենաթողության մեջ լինի։ Սա ամենամեծ խնդիրն է։ Սա ամենալուրջ ուրեմն արդեն կարող ասենք քաղաքական փակուղին է, որը որ թույլ չի տա, որ ոստիկանությունը աշխատի օրինական։ Սա իմ կարծիքն է, չգիտեմ, միգուցե դու ավելի լավատես ես։ Չէ, ես այս կարծիքը հայտնել եմ մի տարի առաջ Սամվել Վարդանյանի գործով, որը իդեպ առանձնահատուկ էր։ Այս դեպքում արդեն խոշտանգումը ոչ թե ոստիկանական տրամաբանությամբ էր պայմանավորված, որտեղ նորից ասեմ, ոստիկանները կամ խոշտանգում են, երբ որ ցուցմուկ կորզելու խնդիր ունեն, կամ անօրինական հրահանգ են տալիս մարդը դրան չի ենթարկվում, պատժելու խնդիր ունեն։ Սամվելի դեպքում ոչ մեկը կար, ոչ մյուսը։
Սա ավելի դեպքում մենք քիչ դեպքերից է ուղիղ քաղաքական տրամաբանություն կար, որովհետև ես հիշեցնեմ, որ այդ միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը ուղիղ նշել էր, որ այս տղան շատ արագ պատժվելու է եւ ԿՊՆ-ն իր պաշտոնական էջեր դա տարել, մի քանի ժամ հետո այդ պատժելը մեկ տեսանք որն էր, այդ պատիժը եղա տարածեցին։ Այսինքն մաքուր քաղաքական էր ցույց տալու համար ԿՊ-ականներին, որ տեսեք դուք ավելի արտոնյալ եք, դուք ավելի լուրջ եք պաշտպանվում, քան ցանկացած այլ քաղաքացի, ձեզ ես պաշտպանելու եմ ոչ միայն օրենքով, այլև այլանդակությամբ, խոշտանգումներով, ցանկացած այլ դեպքում։ Հիմա էլ երբ որ այդ մարդը դուրս է եկել, այլևս ԿՊ-ական չի, մի անգամ չլսեցինք, որ ինքը մի խոսք ասի խոշտանգումների դեմ, որ դա անընդունելի է։ Մի անգամ չլսեցինք։ Լավ, ժամանակի ընթացքում կհասկանանք հələ, այստեղ խնդիրը նաև այն է, որ անկախ նրանից, որ մենք համոզված ենք, որ ուղղակի չի կարող ոստիկանությունը վարքագիծ փոխի, ես կզարմանամ, որ Տիգրան Ուլուբաբյանի գործով մեղադրյալ լինի, քրեական հետապնդում լինի, ել չեմ խոսում դատապարտյալ լինի, շատ կզարմանամ, բայց շատ կարևոր է, որ սրա մասին բարձրաձայնվի։ Առաջինը, ամեն դեպքում ինչ որ առումով դա կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ, հատկապես ոչ քաղաքական գործերով, մարդիկ իմանան, որ իրանք ֆիքսվում են։ Նույն Ուլուբաբյանի գործով 3-ի նկարներն էլ համացանցում դրված են, այս մարդիկ են։ Այս մարդիկ են։ Եվ իմանան, որ իշխանությունը փոխելուց հետո իրանք կանչելու են պատասխանի։ Սա մեկ, եւ երկրորդը, գիտեք, հիմա ես չեմ ուզում որևէ կերպ քաղաքական դատողություն անեմ, որտեվ քիչ լավ չեմ պատկերացնում, բայց ես հիշում եմ, օրինակ Վրաստանում ինչու Սաակաշվիլի ռեժիմը տապալվեց, որովհետև իրավապահների այլանդակ խոշտանգումները դարձան հանրության, այսպես հանրությունը դրա մասին իրազեկվեց, այդ տեսանյութերը հրապարակվեցին, եւ դա լրջագույն դեր ունեցավ, որ հանրությունը մերժեց Սահակաշվիլիի այդ այլանդակությունները։ Այսինքն մենք չենք կարող բացառել, որ մի օր այդ համբերության բաժակը լցվի, որովհետև նորից ասեմ, հարգելի քաղաքացիներ, ոչ մեկս անկախ մեր քաղաքական այսպես վերաբերմունքից չեզոք ենք, պրոիշխանական ենք, հակաիշխանական ենք, Պուտինին ենք սիրում, թե Էրդողանին, այս մարդիկ են էլի Հայաստանում արդեն հայտնվել։ Դա բացարձակ նշանակություն չունի։ Երբ որ ոստիկանությունը դուրս է գալիս հանրային վերահսկողությունից, տրամաբանության շրջանակից, այնտեղ կան ծառայողներ, որ ոչ մի բանի առջև չեն կանգնի։ Այսինքն այսօրվա ոստիկանության գործողությունների տրամաբանությունը բացառապես նրանց խղճին է դրված։ Այն մարդիկ, ովքեր որ բարեխիղճ են, իսկ այդպիսի ոստիկաններ շատ կան, նորից ասեմ, որտեղ մենք դրական փորձ ունեցել ենք։ Այդ մարդիկ կարող է ավելի խղճով լինեն նման միջոցների չդիմեն կամ չգիտեմ։ Իսկ մյուսները, որոնք որ չունեն, հատկապես վերջի շրջանում ոստիկանություն ընդունվածները, այդտեղ արդեն խնդրեմ կա։ Այսինքն այնուամենայնիվ խնդրի լուծումը ռեժիմի փոփոխությունն է, ոչ թե ոստիկանությանը, չգիտեմ, օրենքի շրջանում բերելը, որը անհնար է, Այո։ Խոշտանգման խնդրի լուծման բանալին ռեժիմի փոփոխությունն է։ Նիկոլի գրպանումը, ասեք այդպես։ Քաղաքացիների գրպանումը։ Նրանք պետք է հարցեր ուղղեն շատ այսպես յուրահատուկ ձևով։ Լավ, երևի թե այսքանը, ինձ թվում է այս հարցին մի ամբողջ թողարկում նվիրելը շատ կարևոր էր, որովհետև մարդկանց առաջի հայացքից թվում է, թե այս հարցերը իրենցից հեռու են, դա ամենևին այդպես չի, սա Հայաստանյան իրականության կարևորագույն, այս այլանդակության կարևորագույն այսպես բաղադրիչն է դարձել, եւ առաջինը պետք է սրա մասին բարձրաձայնել, երկրորդ պետք է լուծումների ուղիներ գտնել, աղասը շատ ուղիղ լուծման ճանապարհը ցույց տվեց։ Հարգելի քաղաքացիներ, մենք Anti-Fake-ի YouTube-յան ալիքով ենք հեռարձակվում, մեր գործընկերներին խնդրում ենք, ով հնարավորություն ունի օգնել նաև ֆինանսապես, նկարագրության մեջ բոլոր հնարավորությունները նշված են, բոլոր տարբերակները նշված են, այդ թվում նաև ծածկ արժույթով, այդ բառը ես տես արտասանեմ, ես վերջերս հայտ եկավ, որպես կրիպտովալյուտայի հայերեն թարգմանություն։ Եվ աղասնել երկու բառ ունի ասելու, աղաս ջան, խնդրեմ։
Այո, եւ ուրեմն խնդրում եմ ակտիվ լինել ձեր մեկնաբանությունների մեջ, մեկնաբանությունները մի կողմից մեզ ողջևորում են, մյուս կողմից մեզ ցույց են տալիս խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ, այնպես որ խնդրում եմ մեկնաբանություններում նույնպես ակտիվ լինեք եւ այս անգամ ես ասեմ, Ռուբենը չասի, ուրեմն մեզ կարող եք դիտել ամեն կիրակի երեկոյան 8-ին Երևանի ժամանակով եւ առավոտյան 9-ին, ուրեմն Խաղաղ օվկիանոսյան ժամանակով Հաջողություն։ ստեսին